ժողովուրդ, անցած երթի ժամանակ մենք իտեմս երթի մասնակիցների ձեր թույլտվությամբ նամակով դիմեցինք իշխանությանը հոսանքի չթանկացնելու կապակցությամբ, սակայն իշխանությունը արհամարեց մեր պահանջը թանկացնելով հոսանքը, սրանով ապացուցելով, որ ինքը ոչ մի կապ չունի ժողովրդի հետ։ Հարգելի ժողովուրդ, քանի որ մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, ձեր թույլտվությամբ դիմում ենք Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյան, չեգյալ համարեք այս որոշումը, այլապես մեր պահանջը կլինի ողջ վարչակազմի հրաժարականը։ Կոչ եմ անում բոլոր ազատամարտիկներին, այս պահին ժողովրդի կողքին պետք է լինել, այսօր կանգնած են տեսնում եմ ազատամարտիկներ, բայց քիչ են տեղեք, որտեղ եք գտնվում, մենք ժամանակին մեր կյանքից արունից բաց թողեցինք Ղարաբաղում, այս ժողովուրդը ժամանակ մեր մի կտոր հացով կիսվավ մեզ հետ, բայց ժողովրդին ինչ եք մենակ թողում, որտեղ եք, կոչ եմ անում միանանք, փրկենք երկիրը անտունդից։ Երթով շարժվելու ենք դեպի մարզպետարան և սպասելու ենք մեր Երևանի ընկերներին։ Մենք թույլտվություն ունենք դուրս գալ փողոց։ Ժողովրդի քանակի թույլ չի տալիս մարտերով շարժվելու։ Շարժվեք ժողովուրդ։ Պարոն Պետրոսյան, երթը տեսնում եք, մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում, կախված էլեկտրաէներգիայի թանկացման, քանի որ բոլորս գիտակցում ենք, որ սա շատ էապես կարող է ազդել Շիրակի մարզում բնակչության կենսամագարտակի վրա, որովհետև գիտեք թե մարզում աղքատություն է եւ թե գիտեք սոցիալ-տնտեսական վիճակը, ճիշտ ուզումներ եք պատկերացնում։ Այսօր մենք աշխատավարձ չենք կարող հանգստացեք կպատասխանի, մեկը հարցեք տվեն Մարդը խոսապաշնի, այսօր մեր աշխատավարձը չի երիկում, որ մենք վճար ենք ուսման համար, վճար ենք ապրելու համար, լուսի եւ ապրոստի համար։ Այսօր դուք դրել եք սխմեցնում եք ժողովրդին, մենք էլ արդեն չենք կարող, դուք դրտում եք մարդկանց արտագաղթելու։ Դու ինչ որ ասեցիք, ես ուշադիր լսեցի, ինձ հետ լսեցին նաեւ իմ
իմ գործընկերները, որպես տարածքային կառավարման մարմին, այդ ձեր առաջադրած բոլոր հարցերը կներկայացվի պատկան մարմիններին, ըստ այդմ էլ մենք ունենանք պատասխան ձեզ պատասխանել։ Ասում եմ որպես քաղաքացի։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա կրկնում եմ, որ ընդհանուր առմամբ ոչ մի դեպքում ցանկացած թանկացում հասարակության ցանկացած խավի համար բնականաբար ունի իր դժվարությունները, բայց այդուհանդերձ սա եւս մի լրացուցիչ ազդակ է, որովհետեւ հետամուտ լինեն մենք պատկան մարմինները հետ այսու կառավարիչների գործունեությանը, որովհետեւ ասենք կառավարիչ օղակը թանկ մեքենաներ չվարձակալի հետ այսու, կառավարիչ օղակը չկարողանա շարժություններ թույլ տալ իրեն, որովհետեւ մեզ չկարողանացնի իշխանությունների եւ մեզ այսպիսի փաստերի առջեւ։ Այսինքն հիմա սա թողնենք այսպես հետագային։ Բացարձակ ոչ, եթե դուք հետամուտ եք լրատվությանը, գիտեք, որ բոլոր խնդիրները տարբեր հարթություններում դեռևս քննարկումները ակտիվ շարունակվում են։ Բարձր։ Ուրեմն հարգելիս, նորից եմ կրկնում, որոշումը ընդունվել է մի պարզ պատճառով եւ պայմանով, սա իմ դասական կարծիքն է, որովհետեւ էլեկտրոէներգիայի բավարար մատակարարման, խաթարման ոչ մի փորձ մատակարարը չկարողանա իրականացնել։ Իսկ որ քննարկվում են բոլոր հարթություններում, թե ինչ հիմքերով է սա, բացի դրամ-դոլար տարբերությունից ինչ ուրիշ օբյեկտիվ պատճառաբանություններ կան, սա արդեն անտարակույս։ Սպասեք, ավելի կիրազեկվեք։ Սիրելի ժողովուրդ, մենք նահանջելու տեղ չունենք, մեր պահանջն է ոչ մի լումա ավել թալանչիներին։ Եվ այս կանով չի սահմանափակվում։ Ուզում ենք ասել, որ բոլոր շահագրգիռ մարդիկ արդեն քննարկումներ են անում ու այլ գործողությունների։ Այսօր, քանի որ արտոնված է այս մակարդակում, մենք չենք ուզում, որպեսզի հետո որևէ մեկը ասի, թե մեր արտոնված միջոցառումից հետո կամ առաջ կամ ընթացքում ինչ-որ բաներ եղավ։ Մենք հարգում ենք բոլորին, բայց կարծում ենք, որ այս ամեն ինչը պետք է շարունակվի ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան բոլորիս ընտանիքներում, ընկերների շրջանակում։ Հետևաբար, մենք այսօր փորձում ենք չխոչընդոտել այն ինչ որ պլանավորված է, մնում ենք այդ շրջանակներում, սպասում ենք մեր Երևանի ընկերներին